Պոստանջյան դատարանը գնաց վաճառը կայացնելու, ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Առանձնապես ակնկալիքներ չունենք, հասկանում ենք, որ արդեն վերջին հրապարակելուց հետո ինչպիսին է տրամադրվածությունը դատարանի, տեսակ որ մենք բացակայեցինք եւ դատավորին, նշելով հատկապես, որ ինչ տեսակ ուղղություններ են տրվել։ Այն նախաքննության ընթացքում թե դատավորից ակնկալիք առանձնապես չունենք, իհարկե դատավորում ենք այս դատապարտումները, վերջիկը արդեն ուղղակել ենք, բայց վերջնական այս դատապարտումը նույնպես ուղղակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարան, իհարկե չեն բացառում, որ վերաքննիչ դատարանը իհարկե կատարածնի Դավթյանին, որովհետև ակնհայտ է, որ որևիցե հանցակայք Դավթյանի գործունեության մեջ կամ գործողությունների մեջ գոյություն չունի, ուղղակի եկել են ոստիկանները նրա բնակարանի նպատակով հրամայելու պատմանը թույլ է տրվել ոչ իրավաչափ եւ համաչափ ուժի ներառում, այդ թվում ոչ իրավաչափ նաեւ համաս, որովհետեւ այդ այսպես կոչված տուժողին վերման ենթարկվելու որոշումների մեջ դրված է շահայիններ հարավում, իսկ նրանք ոստիկանության աշխատակիցները եկել են Դավթյանի բնակարան ինձ եւ վերջի վերջով, եթե ցանկություն կա Դավթյանի որպես տուժողի վերման ենթարկվելու, նրանք այդ գործողություն կարող են անել անմիջապես, բայց չեն արել ընդհանրապես ամեն ինչ արվել է ինքին ոստիկաններով եւ Դավթյանի բնակարանում նրան եւ մայրիկի անհանգստություն պատճառել։ Սա է Տիկին Պոստանջյան, տուժողը ձեզ մեղադրեց, որ այս ամեն ինչին տալիս եք քաղաքական երանգ, արդյոք այս ամեն ինչի մեջ դուք տեսնում եք քաղաքական, այսպես ենթատեքստ։ Իհարկե միանշանակ տեսնում ենք, հենց տուժողը մեր քաղաքականության մասին ձեր չի հանում, տուժողը ինքը ասեց, դե Գյումրին հիմա դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքական կենտրոնը, անմիջապես ընտրություններից հետո Գյումրիի մասին նույնիսկ հիշատակվեց նորից հաշտեղաբար տեսնելու հայտարարություններով եւ հետեւաբար մենք հասկանում ենք այդ հաշտեղաբարի մի բաղկացուցիչ մասներ ամսանում է երկարատևական այս քրական վտանգը կուզեինք իմանալ, դուք ձեր խոսքում նշեցիք, որ այդ արտահայտության համար անգամ թվարկեցիք, թե նշեք ինչ արտահայտություններ, քանի ամսվա կամ քանի տարվա ազատազրկում են նախատեսված, խնդրեմ սրա վերաբերյալ։ Գիտեք, մենք հիմա ունենք դասական խոսքի ազատության սահմանափակում, այդ սառեցնող էֆեկտի գործածմամբ, դա բազմաթիվ թույլատնների եվրոպական դատարանի բազմաթիվ ուղղանիշային գործեր են այս սառեցնող որոշել, եւ այստեղ կարևորը մարդուն սառեցնելն է, որ նույնիսկ այս տեսեք սերկմերիքսեցա սովորական ոստիկանը, տեսեք մենք եթե նրան կարող ես ինչ-որ բան ասել, սակայն դու կազատազրկվես, բայց ի վերջո մենք չհասկացանք վերջի որ արժեքի համար տեսակ վերջի մեջ դվարկած չէ, դատավորը արդարանում են ասում են ես հետո պետք է գիտեմ դատավճռի մեջ, բայց այն ամենայնի վերջի մեջ դա պետք է լինի եւ ի վերջո եթե ոստիկանը գալիս է քո բնակարան, որի հետևանքով դու ստանում ես ուժօգնություն, բժիշկները արձանագրում են, որ այս գործողությունը բերել է նրան, որ այս մարդկանց մոտ նախահինձնային վիճակ է եւ չի կարելի որևէ ոստիկանական կամ միջապահություն իրականացնել։ Սրանից հետո, երբ այդ ոստիկանը մի քանի օր ապստվում է եւ հաղորդում է ներկայացում, որ այդ օրը ինչ-որ Դավթյանը իրեն այդ բնակարանի բան է ասել, սա խոսում է այն մասին, որ մենք բացառիկ բռնապետություն ենք ապրում եւ նման ոստիկանների սեցիաներին ուղղակի կանանչ լույս են տալու, որ կարողանան իրենց այս բռնակալական ռեժիմը սպասարկել։